Այս ահռելի ճանապարհ անցած մարդուն այսօր ուզում են փոխեն, որը համաշխարհային կարգավիճակ ունի, աշխարհի շատ բարձր գլոբալ աշխարհի բարձրագույն մարմիններում մենք լուրջ կարգավիճակ ունենք, իդեմս մեր կաթողիկոսի Վեհափառ Հայրապետի, եւ հիմա այդ մարդուն փոխելով կամ վարկաբեկելով այդ մարդուն, մենք վնասում ենք մեզ, մեր ազգին եւ մեր ընդհանուր գործերին։ Տեսեք ինչ կստացվի, վարկաբեկելով Վեհափառին հանելով այնտեղից, այնտեղ մնալու է դատարկ, այդ տեղը մեզ չեն տալու էլ, որովհետև ամբողջ աշխարհը սպասում է դրան, որ մի փոքր սայթակում լինի առաքելական եկեղեցու կողմից, Վեհափառը հանգարց ոտ այնտեղից քաշի ու վերջ, այնտեղ փակվելու է մեր համար։ Այլ բաներ են լինելու եւ այլ ծրագրեր են լինելու, մեզ դուրս են գցելու գլոբալ աշխարհից։ Տարբեր տեղերից հանել են, շատ լավ տիպիկ օրինակ է, հիշեք հապկի օրինակը։ Ինչ էին ասում մինչև հապկի քարտուղարին փոխելը։ Ասում էին, որ հապկի քարտուղարը, քանի որ հապկի քարտուղարը մերն էր, չէ՞, մեր ներկայացուցիչներ, սկսեցին վարկաբեկել մարդուն, հանեցին, իբր թե հանում ենք, փոխենք բան, հանեցին ու տեղը չտվեցին մեզ այլևս, վերջացավ։ Արդյունքում պատերազմում կրվեցինք, պարտվեցինք, որովհետև մեր ելներ հապկի քարտուղարը հաստատ հապկը այդպես չէր պահի իրան։ Հիմա սրա պատասխան ով է տալու։ Ով է վարկա, ով է մեր, ին, ձեր, մյուսների, Հայաստանի Հանրապետության բոլոր մնացած քաղաքացիների իրավունքները ասեց վերցրել է խաղում է իր համար։ Ինչ որ մի հատ խմբակ վերցրել է խաղում, ամենայն հայոց Վեհափառի հեղինակության հետ են խաղում։